Սկզբում մենք ենթադրում էինք, որ սատանային կտրվի անդունդի բանալին մինչև 5-րդ փողի փչելը։ Մենք կարծում էինք, որ առաջին 5 փողերը կհարվածեն երկրին մինչև 7-րդ թագավորի գահակալման վերջը։ Այժմ մենք հավատում ենք, որ հայտնության 9-րդ գլխի առաջին խոսքի ավելի հավանական մեկնությունը հանդիսանում է այն, որ անդունդի բանալին տրվել է սատանային, երբ նա վտարվեց երկնքից, սակայն սատանան կարող է օգտագործել այն, որպեսզի ազատի իր ընկած հրեշտակներին միայն Եհովայից թույլտվություն ստանալուց հետո։ Համապատասխանաբար մենք սպասում ենք, որ փողերը կսկսվեն 8-րդ թագավորի գահակալման սկզբին։ Մեր հիմնական ուշադրությունը փողերի վերաբերյալ իրենց որպես այդպիսին ոչ ճշգրիտ ժամանակահատվածում է։ Մենք կցանկանայինք ընդգծել, որ փողերի հնչելը տեղի կունենա մինչև փորձության շրջանի ավարտը։ Դա հակասում է հանրաճանաչ ուսմունքին, որ փողերը իբր արդեն կատարվել են։ Այդպիսի ուսմունքը հանդիսանում է ոչ միայն սխալ, այլև շատ վտանգավոր, քանի որ մարդկանց թողնում է բացարձակապես անպատրաստ այն աղետալի իրադարձություններին, որոնք գրեթե սկսվում են։ Վերջին հնարավորությունը ամբողջ աշխարհի համար, պատրաստելով մարդկանց փրկչի շուտապույտ վերադարձին։ Երկրին հարվածող երկրորդ փողի օրը։ Աշխարհը կզգա իր վրա 14 կործանարար իրադարձություններ։ Առաջին 7-ը հայտնության գրքում կոչվում են փողեր, որովհետև նրանք մեր արարչի վերջին նախազգուշացումն են փորձության շրջանի ավարտից անմիջապես առաջ։ Փողերը հասկացնում են, որ մարդկությունը լցրել է Աստծո համբերության բաժակը։ Հիշենք առաջին փողի արդյունքը, ամբողջ խոտի և բոլոր ծառերի 1/3 մասի ոչնչացում, որը կբերի մթերքի համատարած պակաս։ Նույնիսկ առաջին փողից առաջ էլ աշխարհը կլինի մթերային ճգնաժամի եզրին։ Այսօրվա տվյալներով 1 միլիարդ մարդ տառապում է սովից։ Դժվար չէ պատկերացնել մթերքի սուր դեֆիցիտը, որի հետ ստիպված կլինենք հանդիպել առաջին փողից հետո։ Երբ երկրորդ փողը հարվածի երկրին, համաշխարհային մթերային ճգնաժամը կրկնակի ուժեղանա։ Երկրորդ հրեշտակը փողը փչեց, և իբրև մի մեծ սար կրակով բորբոքված ընկավ ծովի մեջ, և ծովի 3-րդ բաժինը արյուն դառավ, և ծովի մեջ շունչ ունեցող արարածների 3-րդ բաժինը մեռավ, և նավերի 3-րդ բաժինը փչացավ։ Հայտնություն 8:8-9։ Երկրորդ փողը նկարագրում է վառվող սար կամ երկնաքար, որը ընկնում է ծովի, օվկիանոսի մեջ, և այն պատճառելի է էկոլոգիայի անգերեվակայելի կործանը։ Արդյունքը կլինի այն, որ օվկիանոսների 1/3 մասը արյուն է դառնալու։ Ծովի արարածների 1/3 մասը կմեռնի։ Նավերի 1/3 մասը կկործանվի։ Ծովի բնակիչների 1/3 մասի մահը կառաջացնի այրվող զանգվածի թունավոր բաղադրությունը կամ երկրի ստորջրյա մակերեսի շարժը։ Երկրորդ փողը կդառնա բազմաթիվ ցունամիների պատճառ, որոնք կոչնչացնեն բոլոր նավերի 1/3 մասը, իսկ դա նշանակում է, որ մոտավորապես 18,000 առևտրական նավեր ուղղակի կկորչեն ծովերի խորքերում 1 օրվա ընթացքում։ Դա միայն կխորացնի համաշխարհային սովը և կարագացնի հիվանդությունների տարածումը։
Գիտնականներն ասում են, որ երկնաքարերը շատ անգամներ են բախվել երկրի հետ մեր մոլորակի պատմության մեջ, եւ դա շարունակում է տեղի ունենալ ժամանակ առ ժամանակ։ Այսօր գիտնականները զգուշանում են, որ զանգվածային երկնաքարը, որը շրջապատված է այրվող գազերով, շարժվում է երկրի ուղղությամբ։ Երբ որ այն հասնի մթնոլորտին, գազերը կսկսեն բոցավառվել եւ կդարձնեն այն երկնաքարը այրվող հսկա գունդ։ Մեր օրերում ՆԱՍԱ-ն երկնաքարը ոչնչացնելու ծրագիր է մշակում միջուկային պայթյունի օգնությամբ, անօդանավորդ միջուկային զավթիչով, մինչև երկրի հետ բախվելու հնարավորության գալը։ Սակայն պետք է գիտակցել, որ մարդու միջամտությունը ոչ մի կերպ չի կարող կանգնեցնել երկրորդ փողի այրվող երկնաքարը։ «2002 թվականի հունվարի 7-ը կոչ եղավ 300 մետր տրամագից եւ 984.25 ֆուտ քաշ ունեցող աստերոիդի կողմից, որը չափազանց շատ էր մոտեցել երկիր մոլորակին։ IB-5 անուն ունեցող աստերոիդը բավականին մեծ էր, այն կարող էր ոչնչացնել Ֆրանսիայի տարածքի չափը ունեցող ազգություն։ Որպեսզի հասկանալ տարբեր չափսերի աստերոիդների վնասի չափը, գիտնականները 1981 թվականի կոնֆերանսի ժամանակ եկան հետևյալ եզրահանգումների։ Բախումը 200 մետր տրամագից ունեցող աստերոիդի հետ կառաջացնի 1000 մեգատոննայանոց պայթյուն, որը կախված հարվածի տեղադրությունից կբերի իր հետ 200,000-ից մինչև 100 միլիոն մարդկանց մահ։ Բախումը 400 մետր տրամագից ունեցող աստերոիդի հետ կառաջացնի 10,000 մեգատոննայանոց պայթյուն, որը կախված հարվածի տեղադրությունից կբերի իր հետ 2 միլիոնից մինչև 1 միլիարդ մարդկանց մահ, եւ դա աստերոիդ է, որի տրամագիծը կես կիլոմետրից քիչ է։ Բախումը 10,000 կիլոմետր տրամագիծ ունեցող աստերոիդի հետ կառաջացնի ալիք մինչև 5 կիլոմետր բարձրության հարվածի տեղից։ $1500 կիլոմետր տարածության վրա պայթյունի էպիկենտրոնից ցունամին դեռևս կունենա ալիք 500 մետր բարձրությամբ։ Եթե այդպիսի աստերոիդը ընկնի Մեխիկոյի ծովածոցը, ալիքը կխորտակի ամեն ինչ, ընդհուպ մինչև Կանզաս Սիթին։ Այդպիսի ալիքը կավերի միջազգային փոխադրումները եւ բազմաթիվ ծովամերձ քաղաքներ։ Որն է այդ փողերի նպատակը։ Մեր սիրող հայրը Եհովան մշակել է այդ փողերը, որպեսզի գրավի երկրի վրա բնակվող յուրաքանչյուր մարդու ուշադրությունը, մինչև որ նա կփակի մարդկանց փորձության շրջանը։ Մինչև մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի գալը, արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի։ Մատթեոս 24:14։ Ցավոք ճշմարիտ է, որ մարդկանց մեծամասնությունը չափազանց զբաղված է, որպեսզի ժամանակ գտնի եւ լսի Եհովայի կոչը ապաշխարելու եւ ներում գտնելու համար։ Պատուհասները կլինեն ամբողջ աշխարհում, հանդիսանալով անկասկած նշաններ, որ մոտենում է փորձության շրջանի ավարտը, եւ միևնույնն է, մարդկանց մեծամասնությունը կվերագրեն դրանք բնական երևույթների։ Մարդկային ուղեղը, ընկղված լինելով աշխարհիկ եւ մարդկային ավանդույթների մեջ, այսօր խանգարում է մեզ լսել եւ ընդունել ավետարանը։ Սակայն շատ շուտով
Աստված դրամատիկ կերպով կմտնի երկրի մարդկանց կյանքերի մեջ եւ կփոխի իրենց մտածելակերպը փողերի միջոցով։ Փողերի գործողության պատճառով բախվելով մահվան իրականության հետ, յուրաքանչյուր ապրող մարդ ստիպված կլինի ընտրել Աստծուն երկրպագելու եւ սատանային երկրպագելու միջև։ Միայն նրանից հետո, երբ վերջին մարդը կկատարի իր ընտրությունը, փորձությունը կավարտվի եւ յուրաքանչյուր ապրող մարդու ճակատագիր կկնքվի։ Փրկիչը շուտով կգա երկրորդ անգամ, որպեսզի հարություն տա մեռած արդարներին եւ նրանք կենդանի արդարությամբ կվերցվեն երկինք։ 8-րդ թագավորը դուրս կգա անդունդից։ Դա նշանակում է, որ սատանան կվերահսկի 8-րդին այն մակարդակի, որը չի եղել նախորդ 7 թագավորների ժամանակ։ Ընկած հրեշտակների բանտը, որովհետև նա կլինի վերջին պապը։ Այսօր ձեր հնարավորությունն է սպառազինվելու Եհովայի խոստումներով ձեր պաշտպանության մասին փողերի անխուսափելի հնչելու ժամանակ, որոնք կբերեն աննախադեպ կործանում եւ մարդկանց մահ։ Որովհետև դու ես Տեր իմ հույսը, դու Բարձրյալին քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի հասնի եւ նեղություն չի մոտենա քո բնակարանին, որտեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։ Սաղմոս 91:9-11